Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրավիճակն էլ ավելի է թեժանում, և բնականաբար Անգելինան արդեն կասկածում է, որ այս ամենի հետևում ինչ-որ բան թաքնված է և Հենրիի կյանքում ոչ մի աղջիկ ու ոչ մի երեխա էլ չկա։ Եվ որոշում է անպայման ինքը բացահայտել այդ գաղտնիքը, հատկապես երբ ամեն անգամ Հենրին հայտնվում է ու որոշում է բացահայտել, մայրը հայտնվում ու խանգարում է։ Ամեն անգամ նույն պատմությունը։ Անգելինան գալիս է Հենրիի տուն։ Բնականաբար այս ամենը չի կարող հենց այնպես բոլորի աչքից վրիպել։ Աննան անհանգստանում է, քանի որ հասկանում է, որ նրանց իրար կողքի հայտնվելը այդքան էլ լավ նշան չէ։ Բայց Հենրին արդարանում է, որ նա որևէ կապ չունի այս ամենի հետ ու որոշում խոսել հոր հետ ու պնդել, որպեսզի նա բացահայտի Անգելինային ճշմարտությունը։ Բայց Միքայելն անսասան է և բնականաբար նա թույլ չի տա, որպեսզի Անգելինան իմանա ճշմարտությունը, իսկ ավելին կարող եք դիտել Ժպտում եմ, բայց առավոտ 8-ից աշխատում ենք Եմ Էս Վայ երեխեք հիմա էլի գնում ենք ուրիշ նկարահանման, էլ չեմ դիմանում։ Օգնեք ինձ, փրկեք, ուզում եմ հանգստանամ։ Ես էլ Կստացի ուղիղ 6 րոպեից նենց նորություն ա գալու էջում, գնացեք, որ առաջինը դուք տեսնեք։ Ես երեք եկել եմ Հայաստան ու արդեն նկարահանման ենք։ Այո, շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր բաներ են սպասվում, այնպես որ սպասեք։ Ինչ կասես դու։ Վայ, չեք պատկերացնում ինչ սերիալներ է սպասվում, չեք պատկերացնում այս գեղեցկուհին ոնց է խառնելու այս աշխարհը իրար։ Չենք ասելու։ Սոված ես բալես։ Հա, ինչ չենք եղան։ Բներես մաման, բան չի սարքել, ժամանակ չունեմ, հորը թետևից եմ առավոտից վազում։ Ինչ անեմ, ծամունդս էր էսկի։ Ուշադրություն չդարձեք։ Ես զանգը շնորհավոր էր ասում։ Հա, կինոն ես պատմում։ Ոչինչ, այսօրը չէ այդ սերիան, որ այսօր դու սերիա ես սպասում նայեք, բայց երևի արդեն նայել են, չէ՞, գիշերվա 1000-ն։ Մենք դեռ սիամքի ենք։ Դուրս մտնենք նայենք։ Ուտեք նայեք։ Բարի խաղաղ երեկո բոլորին։ Ուզում եմ այս պահին եւս մեկ անգամ ձեր շնորհակալություն հայտնել ակտիվության համար։ Մենք կարդում ենք բոլորի նամակները, վերջերս հանդիպեցի մի խումբ երեխաների, ովքեր մեծ ցանկություն ունեն նկարահանվել մեր սերիալում եւ ասացին, որ իրենք ակտիվ մասնակցում են մրցույթին։ Ինչպես արդեն նկատեցիք, շատ քիչ է մնացել, որպեսզի մենք հասնենք վերջնակետին։ Մի խոսքով ակտիվորեն շարունակում եք հետևել մեր էջերին, իմ եւ Վերջին զանգի էջերին եւ տեսնենք, թե ով է լինելու այն երջանիկը, ով կստանա հնարավորություն մեկ օր անցկացնել մեզ հետ եւ նկարահանվել մեր սերիալում։ Բոլորին շնորհակալություն, բոլորին խաղաղ երեկո եմ մաղթում։ Մեզ լավ աշխատանքային երեկո։ Սիրելի հետևորդներ, ուզում եի ասել, քանի որ վերջին շրջանում շատ նոր մարդիկ են միացել իմ էջին եւ հավատարիմ հետևորդներ ունեմ, ուզում եի ձեզ ասել շնորհակալություն, մնացեք ինձ հետ, հուսով եմ, որ ավելի ու ավելի հետաքրքիր կոնտենտ ձեզ կներկայացնեմ։ Բոլորիդ լավ երեկո եմ մաղթում, իսկ ես դեռ նկարահանման եմ։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են և ինչպես երևում է վերջին սերիայի անոնսից, Լիլիթի հոգեբանական վիճակն էլ ավելի է ծանրանում, հատկապես այն բանից հետո, երբ իմանում է, որ Աննայի որդին ծնվել է հենց այն նույն օրը, ինչ Լիլիթի որդին Արամը, և սա անհետևանք մնալ չի կարող։ Լիլիթի հոգեկան վիճակը քայքայվում է, նա արդեն կորցրել է Սոսին, Աննայի հանդեպ ատելությունն այլևս չի սահմանափակվում վիրավորանքներով կամ սպառնալիքներով, նա պատրաստ է գնալ ամենադաժան քայլին Աննային կործանելու ու ցավեցնելու համար, նա նախանձում է Աննային բոլոր իմաստներով։
Սոսի սերն ու հավատարմությունը, Միքայելի ուշադրությունը, երեխաների համակրանքը, երեխան Աննայի երջանկության և ընտանիքի միասնության սիմվոլն է և հենց նրան վնասելով Լիլիթը կարող է մտածել, որ հավասարակշռությունը վերականգնվում է։ Նա գիտի, որ այս պահին Աննան թույլ է և հոգեբանորեն, և ֆիզիկապես ծանր ծննդաբերությունից հետո հիվանդանոցից դուրս գալու պահն ամենազգայուն պահն է։ Երեխան նորածին է, խնամքի կարիք ունեցող, իսկ Աննան դեռ լիարժեք ուժերով չի վերականգնվել, և Լիլիթը կարող է այս պահը օգտագործել։ Ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Կարող է Լիլիթը ուղղակի գողանալ երեխային կամ հիվանդանոցից, կամ ինչ-որ մեկի անուշադրության պատճառով երեխային մենակ թողնելու հետևանքով։ Ինչ կտա այդ շրջադարձը, սա չափազանց լարված ու հուզիչ գծի սկիզբ է։ Աննան և Միքայելը հաստատ կխելագարվեն, կսկսեն որոնումները, կմեղադրեն բոլորին։ Սոսն առաջինը կկասկածի իհարկե Լիլիթին, իսկ դա նրանց հարաբերությունները ամբողջությամբ կկործանի։ Հենրին կսկսի առավել հստակ տեսնել ով է իրականում Լիլիթը, և նա հավանաբար կկանգնի Աննայի կողքին։ Հնարավոր շարունակությունները հետաքրքիր կլինեն։ Բնականաբար երեխային կհայտնաբերեն, Լիլիթը հնարավոր է նաև ձերբակալվի։ Այսպիսով Լիլիթի կողմից երեխայի գողանալու սցենարը ոչ միայն հնարավոր է, այլև կարող է դառնալ սերիալի ամենասուր և դրամատիկ շրջադարձերից մեկը, և դատելով Դիանա Գրիգորյանի նախընտրած ոճից, նման զարգացում լիովին համապատասխանում է Վերջին զանգը սերիալի տրամաբանությանը։ Նշենք, որ ամենահետաքրքիր ու ինտրիգային դրվագները դեռ առջևում են, այնպես որ բաց չթողնեք հեռուստասերիալի վերջին սերիաները դիտելու հնարավորությունը և չմոռանաք կիսվել ձեր կարծիքներով։ Վերջին զանգը հեռուստասերիալում նկարահանվում են հանրության կողմից ամենասպասված ու սիրված դերասանները, այնպես որ նրանց մասնակցությունը հեռուստասերիալին էլ ավելի ռեյտինգային է դարձնում։ Իհարկե, հաշվի առնելով նաև սցենարային լուծումները, Դիանա Գրիգորյանը կարողացել է իսկապես գտնել այն ոսկե միջինը, ինչը կարող է էլ ավելի գրավիչ ու դիտարժան դարձնել հեռուստասերիալը։